Ղուկասյանը ձեր շարժումը ճիշտ տրամաբանությամբ է գնում, այսինքն հաջողության հասնելու հնարավորություններ կան այս պարագայում, թե ոչ։ Այս պահի դրությամբ ավելի կարևոր հարց է ապահովել անվտանգություն քաղաքացիների եւ ոստիկանության եւ թույլ չտալ, որ լինի բախում։ Դրա համար մի շարք գործողություններ են անհրաժեշտ անել։ Պետք է ավելացնել այս տարածությունը, որը որ բաժանում է քաղաքացիներին եւ ոստիկանությանը, եւ ես սա ուզում եմ օգտագործել, կոչ եմ անում ոստիկանության եւ համակարգող խմբին բանակցություններ սկսել այդ ուղղությամբ։ Երկրորդը լրագրողները իհարկե կարևոր աշխատանք են կատարում, բայց համակարգված չի այդ վիճակը եւ այս տարածությունը ամբողջությամբ լցված է լրագրողներով, դժվար է տարանջատել ովքեր են լրագրողները, ովքեր ոչ եւ անհնար է, գրեթե անհնար է այս պահի դրությամբ վերահսկել իրավիճակը։ Ոստիկանությունը հարց է դրել, որ քաղաքացիների շարքերում, ցուցարարների շարքերում կան ագրեսիվ տրամադրված մարդիկ, որոնք որ քարեր են շպրտում կամ պատրաստ են ինչ-որ ագրեսիվ գործողությունների, դա իսկապես խնդիր է, որը որ մենք կարող ենք կարգավորել միայն եթե ունենանք ինչ-որ մի անմիջական մշտական գործող ոստիկանության եւ համակարգողների միջև միասնական խումբ, որը որ նման միջադեպերը կարողանա տեղում երկուկողմանիորեն կանխի։ Սա առաջնային քայլերն են, որոնք որ անհրաժեշտ է անել հենց հիմա։ Ինչ վերաբերվում է ընդհանուր իրավիճակին, երկրում ձևավորվել է ճգնաժամ։ Այսօր հիմա այստեղ մոտավորապես 10,000-ից ավել մարդ է ավակվել եւ մարդկանց քանակը ավելանում է։ Իսկապես ոստիկանության որոշումը չկիրառել ուշ ճիշտ է, որովհետեւ հնարավորություն է տալիս խուսափել լուրջ բախումից, բայց անհրաժեշտ է քաղաքական լուծում տալ այն բոլոր խնդիրներին, որոնք որ առաջ են քաշել ցուցարարները։ Դա հիմա կախված է երկրի բարձրագույն իշխանություններից եւ ամբողջ պատասխանատվությունը իրավիճակի համար ընկնելու է իրենց ուսերին։ Իրենք պարտավոր են իմ կարծիքով հիմա դուրս գալ եւ այստեղ հենց այս ցուցարարների արչեւ անել հայտարարություններ քաղաքական, որոնք որ հնարավորություն կտան նվազեցնել այս ձևավորվող կոնֆլիկտային վիճակը։ Ես օգտագործում եմ սա որպես կոչ այդ մարդկանց, որ իրենք իրացնեն իրենց պատասխանատվությունը հանրության առջեւ։ Հակառակ դեպքում զարգացումները կարող են իսկապես բերել շատ վատ հետևանքների։ Այստեղ մնալը ինչ վտանգներով է հղի, երեք խնդիրը կայանում է նրանում, որ հիմա անհնար է որևէ կերպ կառավարել այս հավաքված ցուցարարներին եւ ոչ ոք չի կարող ենթադրենք որոշում կայացնել հետ գնալ կամ առաջ գնալ կամ կողմ գնալ կամ որևէ բան ձևավորվել է որ որոշակի հոգեբանական մթնոլորտ մարդիկ ձևավորվել են այդ մթնոլորտում ունեն ինչ-որ տրամադրություն եւ շատ նուրբ է պետք այդ իրավիճակի հետ աշխատել, հասկանալ, որոնք են իրական կարողությունները, որոնք են ոչ իրական կարողությունները։ Ես նորից եմ կրկնում, ինչ վերաբերվում է պատասխանատվությունների, կան հարցեր, որոնք որ համակարգողները պետք է անեն ոստիկանության հետ միասին, կան հարցեր, որոնք որ քաղաքական իշխանությունը երկրի հիմա հենց հիմա պետք է կայացնի կարևորագույն որոշումներ եւ մատուցի այդ որոշումները հենց այստեղից, այս հրապարակից։ Պարոն Ղուկասյան, երեք տեսանք ոստիկանական ուժերի գործողությունները ժողովրդի նկատմամբ, այսօր այդ գործողությունները հանդիսացել են ընդդրդապատճառը, ինչի այսօր ստեղ 10,000-ից ավել մարդ է հավաքվել, արդեն անիմաստ է դրան գնահատականներ տալ, բոլորը տվել են այդ գնահատականները։ Խնդիրը կառավարել այս իրավիճակն է եւ այս իրավիճակը կառավարելու համար ես չեմ տեսնում այդ կառավարող պատասխանատու ուժերին, որոնք որ հիմա եւ այստեղ պիտի լինեն այս պահին։ Դուք նշել եք, որ պայքարի հաջորդ փուլը զինված ապստամբությունն է ձեր հարցազրույցներից մեկում։ Տրամաբանական շարունակությունը հիմա դա եք տեսնում։ Եթե այսօր մեզ չհաջողվի խուսափել բախումից, իհարկե հանրության մեջ քաղաքացիների մոտ կարող է ձևավորվել վրեժի տրամադրություն եւ մենք կարող ենք ունենալ զարգացման նույն սցենարը, ինչ որ տեսել եք Ուկրաինայում, երբ որ մարդիկ սկսում են ինքնաբուխ զինվել, ինքնակազմակերպել եւ արդեն անցնում են այդ մյուս տեսակ
գործողությունների։ Դրանով է այս պահի կարևորությունը։ Մենք բոլորս հիմա պիտի անենք ամեն ինչ, որպեսզի հանգուցալուծենք այս խնդիրը, եւ ես գտնում եմ, որ այլ ճանապարհ չկա, քան բավարարել ցուցարարների պահանջները։